Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը իր գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ իրավունքին։ Մենք համագործակցում ենք ինչպես Հայաստանի քաղաքացիների հետ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների հետ, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցել որևէ տեսակի իրավաբանական անձ, ընկերություն, ապահովում ենք այդ ընկերության գրանցումը և ընթացիկ սպասարկումը, որը ներառում է կորպորատիվ փաստաթղթերի կազմում, իրավաբանական խորհրդատվություն, պետական մարմիններում կամ դատական ատյաններում շահերի պաշտպանություն, պաշտպանում ենք նաև բաժնետերերի շահերը և ունենք նաև դատական գործեր, երբ որ դատական կարգով փորձում ենք պաշտպանել բաժնետերերի իրավունքները, օրինական շահերը, նույն կերպ նաև համանման ծառայություններ ենք մատուցում այն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նոր են ցանկանում հիմնադրել որևէ իրավաբանական անձ, իրենց համար էլ նույն կերպ տարատեսակ ծառայություններ ենք մատուցում կորպորատիվ իրավունքի ոլորտում և իրականացնում ենք ինչպես փոքր և մանր բիզնեսին իրավաբանական աջակցություն, այնպես էլ խոշոր ընկերություններին ներառյալ խորհրդատվություն, կորպորատիվ փաստաթղթերի մշակում, վերանայում, ընկերությունների միաձուլում, բաժանում, նման կարգի ծառայությունների փաթեթը մեր ընկերությունը մատուցում է, հաշվի առնելով թե հայաստանյան իրողությունները և օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային պրակտիկան և զարգացումները։ Ատովյան ընկերության հիմնական ծառայությունները կորպորատիվ իրավունքի ոլորտում կազմակերպությունների ստեղծում, որը ներառում է ՍՊ, բաժնետիրական ընկերություն և այլ իրավաբանական անձանց ստեղծում, կանոնադրությունների և հիմնադիր փաստաթղթերի մշակում, պետական գրանցման ամբողջական իրավական ապահովում, հոլդինգային կառուցվածքների ձևավորում, կորպորատիվ կառավարում, որը ներառում է տնօրենների խորհուրդների և գործադիր մարմինների ձևավորում, բաժնետերերի ժողովների պատրաստում և անցկացնում, կորպորատիվ կառավարման կանոնների մշակում, կորպորատիվ վեճերի կանխարգելում և լուծում, վերակազմակերպման գործարքներ, որը ներառում է վերակազմակերպման գործարքների համապարփակ իրավական ուղեկցում, legal due diligence իրականացում, գործարքների կառուցվածքի մշակում և օպտիմիզացիա, գնման և վաճառքի պայմանագրերի մշակում։ Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը նաև ծառայություններ է մատուցում ընկերություններին այն դեպքում, եթե իրենք ցանկանում են անցնել վերակազմակերպման փուլ և այստեղ մի խումբ խնդիրներ են առաջանում, որը բնականաբար պետք է այսպես ապահովի այդ գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար, առաջի հերթին զրուցում ենք մեր վստահողների հետ, հասկանում ենք, թե ինչ նպատակով են կամ ինչ եղանակով են իրենք ցանկանում վերակազմակերպվել, տրամադրում ենք իրենց համապատասխան խորհրդատվություն ոչ միայն իրավական բնույթի, այլ նաև հարկային դաշտի, հարկային մեխանիզմների հետ կապված ֆինանսական և հարկային բնույթի խորհրդատվություն, ուսումնասիրում ենք իրենց մոտ առկա աշխատանքային հարաբերությունները, որովհետև արդեն վերակազմակերպման հետ կապված կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել նաև աշխատանքային հարաբերությունները, դիտարկում ենք, թե ինչ պարտավորություններ պետության հանդեպ, այլ գործընկերների հանդեպ ունի վերակազմակերպման ենթարկվող ընկերությունը, հաշվի ենք առնում և մեր վստահողներին ներկայացնում ենք նաև հնարավոր ռիսկերը, գնահատում ենք առհասարակ նաև, թե այդ ընկերությունը ունի արդյոք որևէ ակտիվներ, սեփականություն, թե ոչ, ապա նաև վերաձևակերպման հետ կապված կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, այսինքն ամբողջական այս ֆինանսական, իրավական ռիսկերի գնահատման և կառավարման հետ կապված բոլոր այս հնարավոր խնդիրները կարող է որոնք նաև ծագել, մենք հաշվի ենք առնում և բոլոր այս փուլերում, բոլոր այս խնդիրների հետ կապված հնարավորինս պրոֆեսիոնալ ծառայություններ ենք մատուցում մեր վստահողներին։ Ատովյան ընկերության վերակազմակերպման գործարքների իրավական ուղեկցման համակարգը, legal due diligence փուլեր, կազմակերպաիրավական տեսակի համապարփակ վերլուծություն, բաժնետերերի և մասնակիցների իրավունքների ստուգում,
պայմանագրային պարտավորությունների գնահատում, դատական և արբիտրաժային վեճերի հայտնաբերում, հարկային կոմպլայնսների և պարտավորությունների վերլուծություն, սեփականության և գույքի իրավական կարգավիճակի ստուգում, գործարքի կառուցվածքավարում և իրականացում։ Դրա մեջ մտնում են գործարքի օպտիմալ կառուցվածքի մշակում, գնման պայմանագրերի պատրաստում, բաժնետիրերի համաձայնագրերի մշակում, երաշխիքների և հատուցումների մեխանիզմների սահմանում և գործարքների փակման և հետգործարքային ուղեկցում։ Կորպորատիվ իրավունքի ոլորտում ծառայությունների մատուցումը պահանջում է սիստեմավորված մոտեցում, որովհետև ցանկացած տեսակի տեղեկատվություն, որի հետ մենք առնչվում ենք, կամ այն արդյունքը, որը մենք մեր վստահողների համար ստեղծում ենք, նա պահանջում է սիստեմավորված մոտեցում, թվայնացում, որովհետև բնականաբար մենք ապրում ենք թվային դարում և էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ այդ ամենը պետք է կատարվի, սիստեմավորվի, հավաքագրվի, ամփոփվի, որ նաև ցանկացած պահի այդ ամենի օգտագործումը հեշտ լինի, ինչպես նաև իհարկե կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունները, գործիքակազմը հանուն մեր վստահողների հնարավորինս որակյալ, արագ և ժամանակակից այսպես մեթոդներով ծառայություններ մատուցելու համար կորպորատիվ իրավունքի ոլորտում։ Հատովյան ընկերության թվային լուծումները կորպորատիվ իրավունքի ոլորտում։ Թվային կորպորատիվ կառավարման համակարգ, որը ներառում է կորպորատիվ էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծում և կառավարում, էլեկտրոնային արխիվ և փաստաթղթավորում, բաժնատերերի և տնօրենների հեռավար հասանելիություն, կորպորատիվ միջոցառումների ավտոմատ կառավարում, իրական ժամանակում հաշվետվություն և վերահսկում։ Կորպորատիվ իրավունքի ոլորտում Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը արձանագրել է մի շարք հաջողություններ, երբ մենք կարողացել ենք ապահովել տարբեր ընկերությունների վերակազմակերպման գործընթացը, նաև միջազգային գործընկերների համար տրամադրել համապատասխան ծառայություններ, մի շարք օտարերկրյա անձանց աջակցել ենք Հայաստանի Հանրապետությունում սկսել և իրականացնել բիզնես, այսինքն տրամադրելով համապատասխան խորհրդատվություն, կազմելով համապատասխան փաստաթղթեր, ի սկզբանե գրանցելով այդ ընկերությունը, օգնելով ավելի ճիշտ հիմքերի վրա աշխատանքային հարաբերությունները կարգավորել, ինչպես նաև դատական առումով շահերի պաշտպանության տեսակետից ունենք նաև գրանցված հաջողություններ և կարողացել ենք դատական ատյաններում շահել մեր վստահորդ կորպորացիաների, տարբեր ընկերությունների գործերը, ինչպես պետական մարմինների կամ թիմերի հետ հարաբերություններում, այնպես էլ այլ իրավաբանական անձանց փոխհարաբերություններում։